Եթե մեր վերաբերմունքը մեր երկրին այդպեսին է, ուրեմն մենք նաև պետք է պատրաստ լինենք, որ դա այդ կարող է վաճառվի, ներգրավի Թուրքին, Ճապոնացուն, ցանկացածին։ Ու այդ խաղաղությունը կառուցվում է մի պրոյեկտով, որը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ այսօր շատ սուր հարաբերություններ ունեցող Իրանի քթի տակ է։ Մենք շատերս մոռանում ենք, որ Միացյալ Նահանգների առանցքային կարևորությունը բիզնեսն է։ Իրողությունը այն է, որ ձևավորվել է բազմաբևեռ համակարգ, բայց Թրամփը գործում է դեռևս միաբևեռության կանոններով։ Եթե Լուիզիանան այդ հսկայական տարածքը կարելի է գնել, կամ կարելի է Ալյասկան գնել, կամ Մեքսիկայի այդ կարևոր Տեխասը կարելի է գնել մնացած ամեն ինչը գին ունի։ Իրեն հարմար ռեժիմ ձևավորելով Իրանում, ինքը կփորձի այս տարածաշրջանը ավելի շատ իր համար ներդրումային դարձնել։ Վերապրելով այն, ինչ որ մենք վերապրեցինք վերջի տարիների ընթացքում, բոլոր տեսությունները իրավունք ունեն գոյություն ունենալու։ Ժողովրդական լեզվով ասած շատ մուխաննատ թեմայի վերջո այդպես կանգ առանք։ Հիմա թե ոնց վրովդ կանցնի, թե դու այդ պրոյեկտի մասը կլինես, այս է մեր խնդիրը։ Մեր տարածաշրջանին մենք հաճախ նայում ենք թռչնի թռիչքի բարձրությունից առավելագույնս, մինչդեռ լավ հասկանալու համար, թե ինչ է տեղի ունենում մեր տարածաշրջանում եւ մեզ հետ, հաճախ հարկավոր է ավելի վերև բարձրանալ, գուցե ինքնաթիռի բարձրությունից նայել կամ ավելի վերև բարձրանալ, այդ բարձրությունից նայել, տեսնել հոսքերը, շարժերը, աշխարհի ինչ է կատարվում, եւ այդտեղ հաստատ մենք տեսնում ենք իմպուլսների մի հանգույց, որտեղից որ իմպուլսներ են գալիս, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Վաշինգտոնը, որի վարած քաղաքականությունը ահագին բան է փոխում, ահագին պայման է փոխում եւ այդ թվում կարծում ենք մեր տարածաշրջանում։ Շնորհակալ եմ հյուրընկալվելու համար, սիրելի Գրիգոր, սիրելի հետևորդներ, այսօր մենք խոսելու ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների աշխարհառազմավարությունից, ընդհանուր առմամբ ինչ է ուզում Ամերիկայի Միացյալ Նահանգները, ինչ քաղաքականություն է իրականացնում գլոբալ կտրվածքով, դա ոնց է անդրադառնում տարածաշրջանի վրա եւ ոնց է անդրադառնում մեզ վրա եւ այս փոփոխությունների, այս փոթորիկների նախաշեմին փորձենք հասկանալ նաեւ ինչ կարող ենք անել։ Շնորհակալություն եւս մեկ անգամ հյուրընկալվելու համար եւ քանի որ դուք երկար տարիներ Ամերիկայի Միացյալ Նահանգներում աշխատել եք որպես դեսպան եւ ներքին խոհանոցը որոշ չափով պատկերացնում եք, գիտեք ինչպես են այնտեղ որոշումներ ընդունվում, կայացվում, տրամաբանությունը որոշումների կայացման վրա ինչ ազդեցություններ են գործում։ Մի այսպիսի հարցով սկսենք մեր զրույցը։ Ձեր տպավորությամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության մեջ անձի գործոնի դերը մեծացել է, թե ոչ։ Ինչի եմ այս հարցը տալիս, որովհետև շատ տեսաբաններ, մտածողներ, որոնք որ այդպես համալսարանների պրոֆեսորներ են, հաճախ այդպիսի արտահայտություններ են անում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի, ներկայիս նախագահի խոսքերը այն, որ այդպես Ամերիկայի Միացյալ Նահանգները այն ինչ որ հիմա անում այն կտրուկ քայլերը, դա ԱՄՆ-ի անվտանգությունն ապահովելու համար, ասում են, որ դա միայն իր գլխի մեջ է այդ բաները, այդ անվտանգությունը միայն իր գլխի մեջ է, այսինքն ուզում են ասեն, որ շատ է ինքնագործունեությունը դրա վրա։ Այս հարցը կարևոր է, հետո կպարզաբանենք, թե ինչի համար եմ տալիս։ Մենակ պիտի ասեմ, իմ կարծիքները, որ այսօր հնչեցնելու եմ, գալիս են թե իմ դիվանագիտական գործունեության այս փորձառության հիմքի վրա, որպես դեսպան Վաշինգտոնում, բայց նաև որպես այդ երկար տարիներ 5 տարի որպես գլխավոր հիպատոս Ամերիկայի Արևմտյան ափի 13 նահանգներում, բայց նաև որպես ուսանող այնտեղ եւ որպես ՄԱԿ-ի աշխատակից Նյու Յորքում, այնպես որ այսպես թե այնպես մի 10-11 ինտենսիվ տարիների փորձառություն է այդտեղ կուտակվել, շատ առումներով այնտեղ եմ ճանաչել աշխարհը եւ անշուշտ նաև ավելի լավ եմ հասկանում, թե ինչպես է աշխատում այդ երկիրը։ Միացյալ Նահանգները շատ հետաքրքիր կառույց է, բոլորս գիտենք, որ Վեստֆալյան հանրապետություն չի, գիտենք, որ ֆեդերատիվ հանրապետություն է, բայց նաև դժվար ենք պատկերացնում, թե ինչպես է աշխատում այս անկառավարելի երկիրը, պետությունը, որը ի սկզբանե կառուցվում էր այնպես, որ մետրոպոլիայից չկառավարվի, անկառավարելի լինի Անգլիայից, դա էր հենց ամբողջ իմաստը։
մեկ հիշում եմ փիլիսոփաներից, Ամերիկա փիլիսոփաներից մեկի խոսքերը, որ Միացյալ Նահանգները կփլուզվեր, եթե չլինեին դատարանները, եւ նաեւ պետքարտուղարությունը։ Այսինքն ինքը շատ կենտրոնաձիգ է, շատ առումներով, շատ ավտոնոմ, տեղային, ֆեդերատիվ ոգին շատ ուժեղ է։ Միացյալ Նահանգները, Ամերիկան, անշուշտ Վաշինգտոնից ենք լսում մենք հիմնական դիրքորոշումները, բայց երկիրը կառուցվում է, գործում է պերիֆերիայում, նահանգներում, որոնք շատ ուժեղ են, Ամերիկայի քաղաքները, անհատական փոքր քաղաքները շատ ավելի կարևոր դերակատարություն են երկրի տնտեսության, քաղաքականության, ընտրական գործընթացների մեջ, քան օրինակ Վաշինգտոնը, որը ժամանակավոր քաղաք է քաղաքական գործիչների համար, որոնք գալիս են մի ընտրական փուլի արդյունքում, գալիս են 3-4-5 տարի, այնուհետև լքում են, վերադառնում են պերիֆերիա։ Ուրեմն այս հեղեղուկը շատ առումներով, ինքը ֆլուիդ է եւ դա է բացատրում այն տարակարծությունը, թե որտեղ է ձևավորվում անհատն է, խորքային պետությունն է, պերիֆերիան է ձևավորում օրակարգը, թե ասենք մեկի մտքում, գլխում, չգիտեմ, Թրամփի պարագայում միանձնյա ձևավորվում է իրականացվում է ինչ-որ մի քաղաքականություն։ Այս բարդությունները դժվար է հասկանալ։ Մեզ օրինակ Հայաստանի անկախությունից ի վեր շատ ավելի հեշտ էր հասկանալ, թե ինչպես են աշխատում եվրոպական մայրաքաղաքները, եվրոպական այսպես հանձնաժողովը, որտեղ այդ թրաֆիկը գնալ-գալը եւ հասկանալը շատ ավելի պարզ էր։ Մինչդեռ Միացյալ Նահանգներում այս գործընթացները խճճված են եւ համենայն դեպս իմ կարծիքով Հայաստանում դրա ընկալումները հստակ չեն եղել եւ քաղաքական գործիչների դիվանագետների ինչու՞ չէ շրջանում Միացյալ Նահանգների workings աշխատելու այս մոդուսը շատ դժվար է պատկերացրել։ Մի մասի համար կարևոր է կոնգրեսի հետ աշխատել, մի մասի համար պետքարտուղարության, մյուսները կարևորում էին նահանգային իշխանությունների, ասենք, չգիտեմ, Կալիֆոռնիայի, Մասաչուսեթսի հետ աշխատել։ Սրանց համադրումն է Միացյալ Նահանգները։ Այստեղ իհարկե ուժեղ անհատի, տեսլական ունեցող անհատի դերակատարությունը շատ կարևոր է, ինչի հիմա տեսնում ենք, հատկապես երբ որ այդ անհատը բարձրանում է կամ ստեղծում է մի ալիք, ինչը ստեղծեց Թրամփը, այս դեպքում տարբեր շերտերի եւ հանգամանքների բերումով ունենք մի մարդ, որը ամենաբարձրագույն ալիքի, ամենաբարձրագույն կետում այսօր գտնվում եւ կարողանում է մեկտեղ բերել այս բոլոր մակարդակները եւ շերտերը։ Այն աստիճան, որ Թրամփին այսօր միապետի հետ են համեմատում, Թրամփը միանձնյա կարողանում է որոշել ճակատագրեր, այդ թվում նաև այս հսկայական երկրի ճակատագիրը։ Առհասարակ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ ինստիտուտը ձևավորելու ժամանակ, դեռևս Վաշինգտոնի ժամանակներում, ամերիկացիները դե ուզում էին ոնց որ վերցնել ֆրանսիական անալոգը, ունենալ այդպես սահմանափակ լիազորություններով նախագահ, թագավոր, բայց քանի որ իրենք թագավորի ինստիտուտը իրենց մոտ պատմականորեն չի եղել, թագավորի փոխարեն ուղղակի ինտրովի թագավոր էին դրել, այդ տեսանկյունից այո, որ շատ են լիազորությունները։ Իմ տպավորությունն այլ է, ես ալերգիկ կոնոտացիա է ունեցել թագավորը եւ ամեն ինչ արվել է, որպեսզի թագավոր չձևավորվի այնտեղ։ Ամեն ինչ արվել է, որ կոնգրեսը, սենատը եւ առանձին ինստիտուտները զսպեն։ Հիմա այս այն դեպքն է, որ դրանք չեն զսպում, որովհետեւ դրանք միասնականորեն ստեղծել են մի ալիք, որի ամենաբարձր կետում կանգնած է մի մարդ, որը դարձել է էֆեկտիվ թագավոր։ Հիմա դա այսպես հեգնանքով են ասում, բայց Թրամփ այսօր բացարձակ իշխանություն ունի եւ կարողանում է եւ հաճախ դիտարկվում է հենց այդպեսին, որպես որովհետեւ բիզնեսն է կողքը իրը։ Ու բիզնեսն է այդ իմպուլսները տալիս արտաքին քաղաքականության այն քայլերը, որ հիմա անում է։ Դե ինչպես ինքն է ասում, պատմության մեջ ամենաշատ ընտրողների ձայնը ինքը ստացավ։ Դա բացարձակ, հարյուրավոր միլիոն մարդիկ իրենց ձայնը տվեցին, թվում նաև այն մարդիկ, որոնք ավանդաբար չեն քվեարկում հանրապետականների համար, հա, լատինոներ, չգիտեմ եւ այլ համայնքների ներկայացուցիչ։ Դա առաջի շերտը, երկրորդ շերտը անշուշտ կոնգրեսն է, գերագույն դատարանն է, սենատն է եւ այլ բոլորը այստեղ կոնվերգենցիա է տեղի ունեցել
որի արդյունքում միապետի իշխանություններով է օժտված այդ մարդը, եւ սահմանադրորեն այսպես դա այդպես չի։ Բան չեմ ասում, ուղղակի քանի որ ինքը այդպիսի համարձակ որոշումներ է կայացնում, օրինակ 2027 թվականին 600 միլիարդով ավելացնում է ռազմական բյուջեն։ Ու դա նշանակում է շատ ավելի ագրեսիվ արտաքին քաղաքականություն ենք սպասելու առաջիկայում ու պարտք նաև արտաքին եւ ներքին պարտք ունեցող երկիր է, այդքան բեռը որ ավելացնում է, դա նշանակում է որ բիզնեսն էլ պետք է կամ բիզնեսն է իրան դրան մաղում, ինչ որ ակնկալիքներ ունեն այդ շատ մեծ ֆինանսական հոսքի ակնկալիք ունեն, գուցե դրա համար են իրար կողքը։ Սրանք ըստ իս սիմպտոմներ են, գիտեք, մենք ապրում ենք մի ժամանակներում, որ երբ հետագայում բեկումնային կամ շրջադարձային պիտի ձևակերպվի գիտնականների կողմից, հա, դասագրքերում, մենք անցանք լիբերալ դեմոկրատիայի, այսպես համաշխարհային կարգի այդ ամենաբարձր կետից եւ մի դարաշրջան ենք մտնում, որը հերքում է կամ շտկում է այն արդյունավետության այն պակասները, այն խոցելի կետերը, որոնք ի հայտ եկան։ Գիտեք, ինձ համար Գազայի պատերազմը, որը լիբերալ աշխարհակարգի պայմաններում տեղ ունեցավ մեր բոլորի աչքի առաջ, այդ ճգնաժամի բարձրագույն կետն էր, հա։ Մարդկության ամենակարևոր, ամենաբարդ ճգնաժամը անկառավարելի դարձավ եւ դարձավ ներքաղաքական խնդիր աշխարհի շատ երկրներում, հա, եւ այդ խնդիրը լուծելու համար չկար հնարավորություն, քաղաքական կամք, ցանկություն եւ այլ, սա այդ լիբերալ կարգի դրսևորումն էր։ Մենք այդ դրսևորումները մեր պարագայում Արցախյան պատերազմում տեսանք, երբ որ տեղ ունեցավ անթույլատրելի անկարելի իրողություն եւ համակարգը, այդ կարգը, որ ստեղծված էր, ի վիճակի չեղավ, թե ցանկություն էլ երևի կար, բայց սնանք բաց դարձավ, որ սնանք է այդ կարգը։ Դրանից հետո եկավ այս իրավիճակը, Թրամփը այս ալիքը շատ դեռևս առաջին իր պաշտոնավարման ընթացքում սրա մասին ինքը խոսում էր, որ Ֆուկույամայի լիբերալ աշխարհը փլուզվել է եւ արդյունավետ չէ եւ չի ապահովում թե անվտանգային միջավայր երկրների զարգացման համար, թե արդեն լճանում է տնտեսական զարգացումը, ստեղծվում են պարտքերի եւ այսպես չլուծված խնդիրների հսկայական, որոնք պայթյունավտանգ են, հա, եւ Թրամփը իր այսպես օրակարգով եկավ, որը թերևս ես ասում եմ անվանում եմ տնտեսական նացիոնալիզմ, ազգայնականություն, հա, շատ տարբեր ձևակերպումներ, այսպես սահմանումներ ստանում այսօր, գործարքային քաղաքականություն եւ այլ, բայց էությունը հետեւյալն է, խճճված քրոնիկ խնդիրներին կլինեն ռազմական, աշխարհակաղակական եւ այլ, պատմական, ինքը գտնում է բիզնես լուծումներ, որոնք ռացիոնալ են, գիտեք, բիզնես մարդու տեսակետից այս խնդիրները ceteris paribus, չկա պատմություն, չկա կոնտեքստ, կա խնդիր առերևույթ, հա, անշարժ գույքի, չգիտեմ, փողը բաժանելու, ռեսուրսները հայթայթելու եւ այլ, եւ այս լուծումները դրվում են սեղան։ Անշուշտ դա մեզ իմ սերունդի համար, որ մենք մեծացել ենք այս լիբերալիզմի, գլոբալացման, չգիտեմ, Միացյալ Եվրոպայի եւ չգիտեմ, այս գաղափարախոսության մեջ մեզ համար դա խորթ է թվում, բայց բիզնես տրամաբանությունը rational կոչված է, այստեղ կա։ Եվ այս մոդելներն այսօր կիրառվում։ Միացյալ Նահանգները, որ բիզնեսի երկիր է, միշտ այդպեսին եղել։ Մենք շատերս մոռանում ենք, որ Միացյալ Նահանգների առանցքային կարևորությունը բիզնեսն է։ Համաձայն եմ։ Հետո գալիս է մնացը, այո։ Բիզնեսը այդ իմպուլսը տալիս է, թե ինքը ինչ է ուզում։ Բայց մոտեցումները արտաքին քաղաքականության մեջ պետք է ոնց որ ասած ադապտացվեն նաև աշխարհի փոփոխությանը։ Դուք նշում եք, որ լիբերալ աշխարհակարգը փլուզվել է։ Լիբերալ աշխարհակարգը, որպեսզի ավելի նաև հասկանալի լինի, մոտավորապես այն էր, ինչ որ Ամերիկայի Միացյալ Նահանգների այսպես ասենք, տնտեսական
հեգեմոնիան եւ քաղաքական հեգեմոնիան ապահովելու համար որոշակի գաղափարական հիմնավորումներ էին անհրաժեշտ, գաղափարական հիմնավորումներ, այդ գաղափարական հիմնավորումների հիման վրա ստեղծվող իրականությունն էր մոտավորապես հիմա եւ աշխարհը բայց գնում է ուրիշ Բայց ուղիով։ նաև ենթակառուցվածք, հա, այդ Բրեթոն Վուդը եւ այլ երկրորդ աշխարհամարտից հետո ստեղծվել են ինստիտուտներ, որոնց սպասարկելու համար ստեղծվեց մնացածը, հա, ազատ առևտուր, չգիտեմ, կապիտալի տեղաշարժ եւ այլ եւ այլ։ Ուղղակի այդ աշխարհակարգը համաձայն եմ, իհարկե այդ աշխարհակարգը գերակա է սառը պատերազմի ավարտից հետո, որովհետեւ դրան դիմադրող այլևս չկար։ Այդ միտմանը, այդ հոսանքին դիմադրող չկար եւ սառը պատերազմող երկրներից ոմանք շատերը հենց այդ ինստիտուտների մեջ ներգրավվեցին, հա, միջազգային արժութային ֆոնդի մեջ ներգրավվեցին, առևտրի համաշխարհային կազմակերպության մեջ ներգրավվեցին։ Ես համաձայն եմ։ Եվրոպան այնպեսին ինչպեսի որ մենք ճանաչում ենք, ոտքի կանգնեց եւ ձևավորեց այս ինստիտուտների շնորհիվ։ Դες համար այսօր շատ դժվար է այլ ավելի երիտասարդ սերունդի համար պատկերացնել, բայց նույնիսկ Ֆրանսիայի, չգիտեմ, Բելգիայի, Հոլանդիայի պես տնտեսությունները թեր զարգացած գյուղատնտեսական ագրարային պետություններ ենք այդ մասին։ Չէ, դուք իհարկե որպես մեզ եւ նրանք այս մակարդակին հասան այս լիբերալ բանի շնորհիվ, հա, երբ որ կար այսպես Հովանոց, Umbrella-ն, NATO-ն կար, կային այլ հաստատություններ, որոնք ձևավորում էին բավականին էժան եւ հասանելի կրեդիտ, տեխնոլոգիաներն էլ ներմուծվում էին ավտոմատ էլի Միացյալ Նահանգներից եւ այլ եւ ձևավորվեց այստեղ։ Հիմա այդ նույնը ոնց որ ուզում էին տարածեին աշխարհի ամբողջ արևելյան կիսագնդի մնացած մասի վրա։ Նախկին սոցիալիստական այդ մեծ ճամբարի վրա են ուզում տարածել, այսինքն այն հաշվարկով մոտավորապես, որ ազատ տնտեսական, ազատ շուկայական հարաբերություններ, այդ լիբերալ արժեքներ, այդ ամեն ինչը կստեղծի փոխկապակցվածությունների մի այդպիսի համակարգ, փոխկապակցվածությունն է տնտեսական, կբերի ի վերջո ասենք խաղաղության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները այդ ամեն ինչի խավորը լինելով ոչ ոք նրա հեգեմոնիան չի վիճարկի։ Այսպիսի մոտեցմամբ էր ամենայն դեպս շատ տեսաբաններ, ռեալիզմի հատկապես ներկայացուցիչ տեսաբաններ, այդպես են մտածում, այդպիսի մոտեցում են վերագրում 1990-ականների սկզբից մինչև 2010-ականների վերջը Ամերիկայի Միացյալ այդ unipolar moment-ի քաղաքականությանը եւ հենց Չինաստանին էլ ոնց որ ասած աճեցրին, այդպես է ասում, որ աճեցրին, որ Չինաստանին էլ ներգրավեն, Չինաստանն էլ զարգանա, մեկ էլ հետո կանգնում են մի փաստի առաջ, որ տեսնում են, որ չէ, արդեն ուրիշ տրամաբանություն է գործում։ Տնտեսապես զարգացող երկիրը նաեւ սկսում է էապես ավելացնել իր ռազմական կարողությունները, հետո սկսում է այդ իրեն աջակցած տնտեսապես աջակցած երկրին կամած տարբեր տարածաշրջաններից տնտեսապես դուրս մղել ու կանգնում են մի իրողության առաջ, երբ որ ունենում ենք արդեն ոչ թե միաբևեռ համակարգ, այլ բազմաբևեռ համակարգ, բայց այստեղ գլխավոր մեղադրանքը Թրամփի քաղաքականության նկատմամբ այն է, որ իրողությունը այն է, որ ձևավորվել է բազմաբևեռ համակարգ, բայց Թրամփը գործում է դեռևս միաբևեռության կանոններով, այսինքն ինքը ամեն դեպքում ուզում է տանել նորից դեպի միաբևեռություն։ Ինչի համար ենք այս երկար նախաբանը անում։ Հետևյալն է ընդհանուր ասած, ոնց որ ասած, երբ որ բարձրանում ենք ինքնաթիռի բարձրությունից ենք նայում, այն ինչ որ տեղի է ունենում աշխարհի տարբեր տարածաշրջաններում, այն սրացումները տեղի է ունենում, հիմնականում կառուցված է Չինաստանին contain անելու, զսպելու շուրջ, որպեսի ինչպիսին որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն է արևմտյան կիսագնդում բացարձակ գերիշխան, այդպիսի մի գերիշխան չձևավորվի արևելյան կիսագնդում։ Այս տրամաբանության ինչպես եք նայում։ Դժվար է դրան չհամաձայնել, դուք այդ ամբողջ պատմական քրոնիկոնը ճիշտ ներկայացրեցիք, այո, Չինաստանը վերջինն էր, որ միացավ եւ դարձավ այդ լիբերալ համակարգի շահառուն, այսպես նպատակադրված չդարձրեցին Չինաստանը այն գերտերությունը, որն այսօր է, դա տեղ ունեցավ Քիսինջերի թեթև ձեռքով անշուշտ
Քիսինջերը կտրեց Չինաստանը խորհրդային միությունից, այո, բարեկեցություն բերել, դարձնել աշխարհի առևտրային, այսպես համակարգի մի մասը, որը թույլ կտա Չինաստանի ժողովրդին վայելել բարեկեցության ինչ-որ մի մակարդակ, դա կբերի անշուշտ իր հերթին դեմոկրատացման, ավելի լիբերալ արժեքների եւ այլ, բայց անշուշտ այստեղ աշխատեց շուկայական լիբերալիզմը, որը հարաբերական առավելության հիման վրա չինական աշխատուժի, աշխատասիրության եւ այլ ռեսուրսների առկայությամբ բնականաբար տեղ ունեցավ դեինդուստրիալիզացիա առաջատար երկրների, Չինաստանը սկսեց արտադրել համաշխարհային արդյունաբերական արտադրության ճնշող մեծամասնությունը, այնտեղ գնացին ամերիկյան տեխնոլոգիաները եւ այնպես ստացվեց, որ արդյունավետության վրա հիմնված հայեցակարգը տնտեսական հանգեցրեց նրան, որ Չինաստանը առանց արտաքին միջամտությամբ դարձավ այն գերտերությունը, որը այսօր է։ Եվ հիմա դրան հակազդելու համար պետք է ոչ լիբերալ միջամտություն, ապա ինդուստրիալիզացված Միացյալ Նահանգները պետք է ետ բերեն insourcing, ժամանակին outsourcing էր, հիմա insourcing-ը պետք է տեղի ունենա, վերահսկեն տեխնոլոգիաների եւ կապիտալի հոսքը, որը լիբերալ աշխարհի տնտեսության հիմքերից մեկն էր, անշուշտ հիմա դա վերահսկվում է, որի արդյունքում ըստ երևույթին Չինաստանը պիտի դանդաղի չինական աճը եւ արդեն տեսնում ենք, եթե ժամանակին գոնե 5, 6, 10, 12% էր աճում, այժմ այդ թվերը նվազել են եւ նվազել են շեշտակի, կարծում եմ առաջիկայում եւս, բայց այս ընթացքում Չինաստանը կուտակել է արդեն ստեղծել է իր տեխնոլոգիաները եւ այսպես ռազմաարդյունաբերությունը Չինաստանի արդեն համեմատելի է, որ կարող է մրցակցային դիրքերից խոսել նաև որոշ տարածաշրջաններում, եթե ոչ գլոբալ առումով, ապա հարավ արևելյան ծովի տարածաշրջանում անշուշտ Չինաստանը արդեն ռեալ եղել է եւ կարող է նաև իր պրոքսիների, այսպես նաև Հյուսային Կորեայի միջոցով նաև այլ դեմարշներ իրեն թույլ տալ։ Չինաստանին զսպել է այսօր, այո, արդեն մի 10 տարի է Միացյալ Նահանգների դեռևս Օբամայի վերջի շրջանում, երբ որ Միացյալ Նահանգները չկարողացան զսպել Չինաստանի այդ կղզիները չինական ծովում կղզիների կառուցումը չկարողացավ Միացյալ Նահանգները, դա առաջի դեպքն էր, երբ որ ռազմական սպառնալիքի ներքո Չինաստանը կարողացավ իրականացնել իր պրոյեկտը եւ այսօր այդ կղզիները արդեն գործում են, ակտիվ են եւ այլ, սրանք արդեն այսպես մշտական էսմինիցներ են, այսպես ասած։ Ինչևից է հիմա կներեք, էլի փորձենք այդ հարցը մի փոքր ավելի բերենք, ոնց որ մեր մի քիչ իջեցնենք ինքնաթիռի բարձրությունից, եկեք կամած մի քիչ իջնենք։ Եկեք իջնենք եւ հիմա հետեւելով այդ, եթե մենք ընդունում ենք, այո, որ տրամաբանությունը Ամերիկայի աշխարհառազմավարության թույլ չտալն է, որպեսզի Չինաստանը իր նման հեգեմոն դառնա։ Այս կիսագնդում, ապա այն կտրուկ քայլերը, սրացումները, որ տեսնում ենք Թրամփի, ու եթե հասկանում ենք, որ դա ուղղակի այդպես մի մարդու գլխում ծագած բան չի, այլ ներքին նաև իմպուլսների արդյունք է, օրինակ Գրենլանդիայի նկատմամբ հավակնությունները, Ուկրաինայի հարցում այս ներգրավվածությունը հնարավորինս արագ կարգավորելու եւ նաեւ այնտեղ էլ ես հիշում եմ մի անգամ մեր խոսակցության ժամանակ շատ պարզ սխեմայով դուք բացատրեցիք ակումուլյատորների արտադրության պահանջարկը, այն հազվագյուտ մետաղները, որ ուկրաինացիներն ունեն, որ նաեւ Գրենլանդիայում էլ ոնց որ թե կա եւ բանում էլ կա, Միջին Ասիայում էլ կա, այդ առումով էլ է մրցակցություն գնում Չինաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Գրենլանդիան, Ուկրաինան, մեծ մերձավոր արևելքում ներգրավվածությունը։ Այս ամեն ինչը ի վերջո մենք տեսնում ենք Չինաստանին զսպելու տրամաբանության մեջ։ Երկու կարծիք կա, անշուշտ Չինաստանը շատ հանդուգն քայլերի է գնացել վերջի շրջանում։ Ես անձամբ զարմանում էի նախորդ ադմինիստրացիաների այսպես անգործության վրա, թեև տնտեսությունը այն ժամանակ այսպես շեշտադրություններն այլ էին, բայց 2000-ականների 2010-15 թվականների ընթացքում Չինաստանը հսկայական ներգրավվածություն ապահովեց Կենտրոնական Ամերիկայում,
այդ Մոնրոյի դոկտրինը այսինչ խոսում բոլորը նրա մասին խոսում, բայց ամերիկյան բիզնեսի միջից Միացյալ Նահանգների համար ամենակարևոր աշխարհակական ռեգիոնը դա այս underbelly-ն, այդ Մեքսիկա եւ Կենտրոնական Ամերիկան է։ Սա է ամենակարևորը։ Անմիջական հարևանությունն է։ Այո, ամենակարևոր զգայունությունները սրա հետ են կապված։ Այստեղ պարզվեց, որ Չինաստանը գիտեք այն աստիճանները հասել, որ Չինաստանը Պանամայի ջրանցքին զուգահեռ կառուցում էր Նիկարագուայի ջրանցքը, հա, այդ կանալը, որը պետքա Նիկարագուայի մեջտեղը ինքը իհարկե այտենց չէր քարտեզի, հսկայական մի հատ լիճ կա։ Ծակելու են եւ դուրս գան։ Եթե այդ պրոյեկտը իրականացվեր, սկսել են իմիջայլոց։ Լոս Անջելեսի նավահանգիստը եւ Արևմտյան ափի ամբողջ առևտուրը տապալվելու էր Միացյալ Նահանգները։ Չինաստանը ներդրվել էր ամբողջ այս ռեգիոնում, ել չասած խոշոր երկրներում, ինչպիսին են արդեն Պանաման, Պանամայի կանալի, այսպես կառավարման կոնցեսիոներ պայմանագրեր էր ստացել, որը շատ դժվար է պատկերացնել ընդամենը 20 տարի առաջ դա Միացյալ Նահանգների սեփականությունն էր, հա։ Եվ Չինաստանի այս հանդուգն գործողություններին հակազդեցություն չկար։ Սա թե բիզնեսի պահանջներ, մրցակցային դիրքերը Միացյալ Նահանգները կորցնում էին ռեգիոնում եւ թե անմիջական նաեւ ինչ-որտեղ աշխարհաքաղաքական սպառնալիք, ռազմական սպառնալիք կարող էր դառնալ։ Ոստի այս հարցերը պետք էր լուծել եւ դա միշտ օրակարգում եղել է, ես գիտեմ, թե հանրապետականներն են դրա մասին խոսել, թե մի քիչ խոշոր բիզնեսն է խոսել, ասենք արդյունաբերությունն է խոսել սրա մասին, բայց լիբերալ համակարգը թույլ չի տվել այս խնդիրներին տալ վոլունտարիստական լուծումներ։ Սրանք պետք է լուծվեին միջազգային սանկցիաների, ԱՀԿ-ի, առևտրի համաշխարհային կազմակերպության եւ այլ միջոցով այս լծակները, այս հարթակները հնարավորությունները չէին տալիս։ Հիմա Թրամփն եկավ եւ այսպես զուտ բիզնեսի եւ դիրքերից առաջարկեց լուծումներ, որոնք էֆեկտիվ են, թե չեն տեղավորում այն տրամաբանության մեջ, որի մեջ մենք սովոր ենք, որ սա կարգ, կա միջազգային իրավունք եւ այլ։ Առաջարկեց լուծումները աշխատում են։ Վենեսուելայի հարցով միջամտելով Վենեսուելայում լուծում է Կուբայի խնդիրը։ Կուբան քրոնիկ խնդիր է, որը այսպես նյարդայնացնող հանգամանք է, որ երրորդ սերունդ ամերիկյան քաղաքական էլիտայի համար։ Կուբայի հարցն է այսպես լուծում, իսկ Կուբան ֆունդամենտալ նշանակություն ունի, որտեղ Կուբան նստած այն դարպասն է, որը ամերիկյան այդ Լուիզիանայի գալֆից ծոցի նահանգներին դեպի վերահսկում է։ Դրանից հետո Պանամայի խնդիրը լուծվեց շատ ակտիվ, շատ ագրեսիվ, շատ էֆեկտիվ ձևով Պանամայից դուրս մղվեցին չինական ընկերությունները եւ այնտեղ վերաբաշխվեց այդ ենթակառուցվածքը այնպես ինչպես որ դա հարմար է ամերիկյան բիզնեսին։ Բայց դա նաև նշանակում է, որ Չինաստանը կատաղի պայքարի տալու այլ ռեգիոններում, իր մոտի ռեգիոններում, իր մոտի տարածաշրջանում։ Չինաստանը դեռ չի հանձնվել, շարունակում է, օրինակ Չինաստանի դիրքերը շատ ուժեղացել են Մեքսիկայում, դա ես կարծում եմ, որ նկատի ունեմ նույնիսկ հենց իր մոտի, էլի ցամաքային տարածաշրջանում, էլի, նաև բանտալու այդ թվում Միջին Ասիայի։ Հա, չէ, բայց նախ եւ առաջ դե ամերիկյան մայրցամաքում է այդ խնդիրը պետք լուծել, այստեղ արդեն չինական դիրքերը թուլացել են, ընդամենը 1-1.5 տարվա ընթացքում Չինաստանի դիրքերը կտրուկ թուլացել են, հա, այստեղ ունենում է մի քանի այսպես ուժեղ կետեր, այդ թվում նաև Մեքսիկան է պրոբլեմատիկ, ես կարծում եմ, որ այստեղ եւս զարգացումներ են լինելու, բայց ավանդական լիբերալ երկրներ, կապիտալիստական երկրներ, ինչպիսիք են օրինակ Կոլումբիան, Կոստա Ռիկան եւ այլն, սրանք էլ էին ընկել չինական ազդեցության ներքո, որը ավանդական Միացյալ Նահանգների ազդեցության տարածաշրջաններ։ Անշուշտ Արգենտինան այլևս այդ ուղեծրում չի, Չինաստանի, Բրազիլիան մասամբ բան եւ այլն, բայց կարծում եմ այս 1.5 տարվա ընթացքում ամերիկաներում այս խնդիրը լուծվում է։ Գրենլանդիան երևի վերջին բանն է, այսպես թիրախն է, եւ կարծում եմ այս պայծրությամբ կոմպրոմիսային լուծումը որ կա դա կբավարարի Թրամփի ախորժակը,
բայց ընդհանուր առմամբ ամերիկաները արդեն մաքրվում են, հա, Կարիբյան շրջանում կարող է մի փոքր խնդիրներ լինի, բայց հստակ ռազմավարություն է։ Միացյալ Նահանգները դուրս են մղում Չինաստանին էֆեկտիվ կերպով ամերիկաներից։ Եկեք գանք դեպի մեր մոտերը գանք։ Մի քիչ էլ իջնենք, գանք կանգնենք մեծ մերձավոր արևելքի տարածաշրջանի գլխին, իդեպ որի հարցում դուք եւս մասնագիտացված եք, որովհետեւ եւ մասնագիտությամբ արաբագետ եք եւ նաեւ երկար տարիներ աշխատել եք։ Այս տարածաշրջանը կարծում եմ բացի այն որ շատ վառվող տարածաշրջան է, պայթյունավտանգ տարածաշրջան է եւ նավթառատ տարածաշրջան է բացի այդ, նաեւ քաղաքականապես անտեր տարածաշրջան է։ Այսինքն մի տեր չկա այստեղ, մի հեգեմոն չկա, որ կայունություն մտցնի, բայց կայունության հարցում իհարկե անկայունության հիմքերը շատ են, կրոնը, էներգետիկ ռեսուրսները, տրանսպորտային կոմունիկացիոն, աշխարհաքաղաքականությունը շատ բարդ է բացի այդ եւ նաեւ չկա մեկ հեգեմոն կանգնած, դրա համար շատ բարդ տարածաշրջան է։ Եվ հիմա այս տարածաշրջանում եւս ինչ որ կտրուկ քայլեր են տեղի ունենում եւ մոտավորապես այն ինչ որ պատկերացնում եմ, հասկանում եմ ես, հետեւյալն է. իրեն հարմար ռեժիմ ձևավորելով Իրանում, Իրանի Իսլամական Հանրապետությունում, ինքը կփորձի այս տարածաշրջանը ավելի շատ իր համար ներդրումային դարձնել, ներդրում վերցնող դարձնել, այսպես ասենք, հա, որովհետև եթե կա Իրանը եւ նրա պրոքսիները, այսպես, ինքը այս կարևոր տարածաշրջանում էներգետիկ առումով տրանսպորտացիոն առումով կարևոր տարածաշրջանում չի կարող անել իր անհրաժեշտ ներդրումները, տնտեսական գործընթացները։ Հիմա մի փոքր փորձենք ավելի այդպես նաև մասնավորեցնել։ Տեսնում ենք, որ Չինաստանը առաջ է տանում այդ միջին միջանցքի գաղափարը, որտեղով իր ապրանքները ավելի ապահով ձևով կգնան, կհասնեն եվրոպական շուկաներ եւ այլն։ Այդ միջին միջանցքը անցնում է կենտրոնական Ասիայով, հարավային Կովկասով, հա, Թուրքիայով եւ այդպես գնում է։ Թուրքիան կարծես թե նորմալ էր վերաբերվում դրան, որովհետեւ ինքն էլ այդտեղ ուզում էր հանգույց դառնալ այդ միջին միջանցքի մեջ, ապրանքաշրջանառության հանգույց դառնալ եւ շատ կարեւոր դերակատարում վերցնել։ Ու այստեղ մեկ էլ Ամերիկայի Միացյալ Նահանգները նորից հայտնվում է TRIP կոչված ծրագրի տեսքով, որը ինչքան որ մենք մտածում ենք տնտեսական շահավետության տեսանկյունից, անկեղծ ասած, շատ լուրջ հիմքեր չեմ կարողանում գտնել։ Ինչ տնտեսական շահ ունի այս TRIP ծրագրից, ինչի ենք մենք կոնկրետ ես, հա, մենք մտածում ենք, որ սա ավելի շատ քաղաքական է, որովհետև կարծում ենք, որ այս TRIP-ով նաև ուզում է հակադրվել միջին միջանցքի ինչ-որ մի հատվածի վերահսկողություն, այսինքն միջին միջանցքում տեղավորվել, Ամերիկայի Միացյալ Նահանգները տեղավորվել։ Բայց ամբողջ հարցը հետևյալում է. ինքը իրենով է տեղավորվում, թե պարզապես այս միջին միջանցքի այս հատվածը, այդ TRIP կոչվածը դառնում է թուրքական միջանցք, Զանգեզուրի միջանցք, թուրանական միջանցք եւ Թուրքիայով Թուրանի ոնց որ ասած ծրագրով հակադրվում է Չինաստանին։ Ինչ եք կարծում, օրինակ, այս մտածումը քննադատության ենթարկվում է ձեր կողմից։ Անշուշտ վերապրելով այն, ինչ որ մենք վերապրեցինք վերջի տարիների ընթացքում, բոլոր տեսությունները իրավունք ունեն գոյություն ունենալու, այդ conspiracy կոչվածից սկսած մինչև կասկածամտությունը, անշուշտ ոչ մի բան չի կարելի վերցնել այսպես book value, face value-ով, անշուշտ պետք է նայել, թե տակը ինչ կա։ Անշուշտ իրավացի եք, որ ամերիկյան բիզնեսը այսօր, ես կրկնում եմ, ամերիկյան բիզնեսի երկիր է, անմիջական շահ չունի այդ միջին բանից, միջանցքից, այսօր ամերիկյան այսպես traffic չկա այս ուղղությամբ, բայց կա անշուշտ այն հանգամանքը, որ դուք նշեցիք, տիրանալ եւ վերահսկել մի ստրատեգիական գույքի, Թրամփի տերմինաբանությամբ եւ ակտիվի տնտեսական առումով,
զրկելով կանխելով մրցակիցների ոտնձգությունները, հա, ունենալ մի ստրատեգիական, պատկերացրեք, ես անշուշտ տեսօրինակ ընդունելի չի եւ բայց շատ չափազանցություն է, բայց պատկերացրեք Պանամայի կանալը կամ Սուեცի կանալը, որին տիրանում էին իմպերիալիստական երկրները, Անգլիան, Ֆրանսիան կամ Միացյալ Նահանգները կամ Պանամայի կանալը, որը Ֆրանսիայից Միացյալ Նահանգները գնեցին։ Սրանք են բաներ, որ անմիջապես այս պահի դրությամբ չկա տնտեսական, բայց ստեղծելուց, գոյություն ունենալուց անմիջապես հետո դրա կարևորությունը դառնում է անառարկելի, հա։ Ուստի պրոյեկցիա անելու ոտի տեղ ունենալու այս տարածաշրջանում վերահսկելու եւ կանխելու մրցակից երկրների ներգրավվածությունը եւ վերահսկությունը, որովհետեւ եթե միջանցքը ստեղծվի եւ սկսի գործել, անշուշտ նա կնպաստի Կենտրոնական Ասիայից եւ Չինաստանից ապրանքաշրջանառության ավելացմանը, շեշտակի ավելացմանը դեպի եվրասիական, դեպի եվրոպական տարածաշրջան։ Ուստի անկասկած ամերիկացիները այստեղ տեսան ստրատեգիական մի ակտիվի հնարավորություն եւ բիզնես տրամաբանության մեջ դա շատ հաջող ներդրում է, հա։ Ես կարծում եմ Հայաստանի համար էլ է դա բիզնես տրամաբանության իրենք ստեղից օգուտ են վերցնում, թե իրենք այստեղով ուզում են կանխել Չինաստանի շատ օգտվելը։ Այս երկուսը տարբեր բաներ են։ Երբ որ իրենք անմիջապես այստեղից օգուտ են վերցնում, ու դրա մասին է TRIP ծրագրի այդ հայտարարության մեջ, Միրզոյան Ռուբիո հայտարարության մեջ, որ նայում եմ, այնտեղ ինչ-որ բաներ են նշված, հա, բայց չեմ կարողանում ես անձամբ պատկերացնել։ Մի բան է, որ ասենք ինքը ուզում է օգտվել, դա ավելի հասկանալի է լինում տնտեսական առումով։ Մի բան է, որ ինքը ուզում է խանգարել կոնկրետ օրինակ չինացիներին, հաշվի առնելով, որ օրինակ չինացիները Վրաստանում ենթակառուցվածքների մեջ շատ ներդրումներ անելով, Վրաստանի տրանսպորտային կոմունիկացիոն ցանցի զարգացմանը զարկ տալով, դիրքավորվում են, հա, հարավային Կովկասում, եւ սա դրա հակադրության ինչ-որ մի հատ այսպես քայլ է։ Գիտեք, աշխարհակահաղական չեմ կարողանում հասկանալ, եթե ինձ բացատրեք օգուտը հետեւյալն է, պատկերացրեք, որ դուք ներդրող եք եւ Միայն, գիտեք, Թրամփը ինքը անշարժ գույքի, այսպես բիզնեսից է եկել եւ իր պատկերացումը գազայի հատվածին, չգիտեմ, այլ բաներին, Գրենլանդիային, նայում է որպես բան, գույք, որը իր արժեքն ունի։ Միացյալ Նահանգները ձևավորվել է որպես երկիր, մի մասը նվաճումների, ասենք, հնդկական ցեղերի պայքարի արդյունքում, բայց շատ ավելի մեծ մասը անշարժ գույքի գործարքի միջոցով գնվել է Ֆրանսիայից, Մեքսիկայից, չգիտեմ, Իսպանիայից, Ռուսաստանից, ամբողջը գնվել է եւ իրանց տրամաբանության մեջ գրած, եթե Լուիզիանան այդ հսկայական տարածքը կարելի է գնել, կամ կարելի է Ալյասկան գնել, կամ Մեքսիկայի այդ կարևոր Տեխասը կարելի է գնել մնացած ամեն ինչը գին ունի։ Գազայի հատվածը 50 միլիարդ էր գնահատվել առաջի բանում։ Եվ եթե ի սկզբանե հայրենիք, identity, բան, արմատներ եւ այլս խնդիրներ էր դրում աստիճանաբար, երբ որ էրոզիայի ենթարկվում է մեր նոր իրականության մեջ, հայտնվում են մարդիկ, որոնք մտածում են հենց այս կատեգորիաներով։ Այդ թվում նաեւ գազայի հատվածում։ Մարդիկ կան, որ մտածում են միգուցե Էլդորադոն ավելի լավ լուծում է իրանց համար, քան թե այս փախստականների ճամբարները, որտեղ ուզում եք նույն ձևով մտածել։ Հիմա ներդրողի տեսակետից աշխարհում տրանզիտային ուղիներ կան, մի 20-30 կրիտիկական կարևորության ուղիներ կան, հա, այդ Եմենի շուրջ, նույն Պանամայի կանալի մասին խոսեցինք, Սուեცը, չգիտեմ, այս TRIP-ը կարող է դառնալ այդ թե կարևորությամբ երևի դեռևս անհամեմատելի մնացածին, բայց նույնքան կարևոր մի հանգույց, որին տիրանալ է տնտեսական երկարատև շահ է պարունակում, էլ չասած լծակները եւ ազդեցության լծակները, որոնք գիտեք, այդ ճանապարհի հետ կգա եւ ստանդարտներ, եւ վերահսկողություն, եւ սահմանների եւ այլ ոտքի տեղ է, դա շատ կարեւոր բան է, որ գիտեք, պատերազմից հետո, երբ որ թուրք-ադրբեջանական ճնշումները անտանելի էին, հա, այդ վտանգը սպառնալիքների զգացողությունը շատ ուժեղ էր, երբ որ Օվերչուկն էլ ամենօր սպառնալիքներ էր բանանում, բերում հասցնում Երևան եւ նաեւ այս պայմաններում ես ինքս ճիշտ ասած մտածում եի, որ Երանի լիներ գտնվեր մի երրորդ երկիրը, որի հետ Հայաստանը կարողանար մտնել բանի մեջ, այսպես մի գործարքի մեջ, որ
կարողանար այդ երրորդ երկիրը իր հեղինակությամբ, չեզոքությամբ եւ այլ ազդեցությամբ կարողանար իդ մղել թուրք-ադրբեջանական ճնշումները եւ կարողանար Հայաստանին թույլ տալ որոշակի սուվերեն իրավունքներ, այսպես։ Եվ այդ ժամանակ մենք մտածում էինք եւ պարզապես մտածել չէ, Միացյալ Նահանգներում էլ էր դրա մասին մտածում, այնպիսի երկրների մասին, ինչպես Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, որոնք կարող են լինել այդ երրորդ սպոնսոր երկիրը։ Եվ բանի ժամանակ անշուշտ Բայդենի օրոք դա հնարավոր չէ, որովհետեւ մարդիկ լիբերալ համակարգի, միջազգային օրենքի եւ այլը ոգով մեծացած եւ աշխատող մարդիկ էին։ Թրամփը անմիջապես տեսավ հնարավորություն հենց Միացյալ Նահանգների համար եւ փոխարեն Եգիպտոսի կամ չգիտեմ մեկ այլ երկրի, որը ռեգիոնալ ինչ որ հնարավոր ազդեցություն կարող էր պրոյեկցիա անել, ինքը անձամբ տեսավ սրա մեջ այն ստրատեգիական հնարավորությունը եւ Ստրատեգիական ձեր կարծիքով։ անկասկած։ Իմ կարծիքով մարտավարական է ավելի շատ իր համար, որովհետեւ նա այդպիսի տարբեր մի շարք այդպիսի տարանցիկ ճանապարհներ, մի շարք այդպես արտերիաներ կան եւ հերթական իր համար այդպես սարքում է այստեղ եւ շատ հնարավոր է հետո նաեւ հանգիստ առևտուր էլ անի դրա։ Գիտեք, անշուշտ։ Մենք այդ ամբողջ խնդիրը դրանում է, որ մենք էլ մտնում ենք, այդ խաղի մեջ ենք մտնում։ Այդ խաղի մեջ ենք մտնում նույն ինքը Տրամփը, որ անուղղակիորեն ընդունել է, ասել է, որ այս տարածաշրջանն էլ Ռուսաստանի ազդեցության գոտու տարածաշրջան։ Ջեֆրի Սաքսը մի բան ասեց այս թրիպի մասին։ Մի օր լսեցի, հարցրեցին, ասեց Հայաստանը գրավադրել է իր ապագան թրիփով։ Ես կարծում եմ ինքը մի քիչ դրամատիկ է դրան մոտենում, Անշուշտ առերևույթ դա այդպես է, հա, Հայաստանը իր ապագան, իր տարածքի մի մասը գրավ է դրել ապագա բանի համար, չէ, իր ոնց են մարդիկ ինչ-որ մի բան ձեռք բերում գրավադրելով իրենց, գույքը։ Այս նույն բանն է դե ֆակտո տեղի ունենում, բայց ամեն բան կախված կլինի, թե Հայաստանը ինչքան հանձնառու կլինի սրան, հա։ Մենք մեր բոլոր խնդիրներին շատ մաքսիմալիստական ենք վերաբերում։ Մենք կարծում ենք, որ որից մի բան արվեց, սա վերջնական է եւ անդրադարձ չի լինելու։ Քիչ առաջ խոսեցինք ժամանակին, որ ռուսական բազաներ տեղադրվում, մենք կարծում ենք վերջ, սա այն վերջնական ակտն է, որը թույլ կտա մեզ դեմոբիլիզացվել եւ ապրել եւ անել ոչ մի բան չանել, ինչ որ մենք չարեցինք այս տարի։ Հիմա թրիպն էլ չի լինել դրանից։ Թրիպը հնարավորություն է տալիս շունչ քաշելու եւ աշխատելու ամեն օր։ Որտեւ եթե չաշխատես եւ եթե երկիրը ցույց չտաս այն մկանը, այն ուժը, այն հանձնառությունը երկրի նկատմամբ կծախեն եւ ոչ միայն թրիպը, այլ ամբողջ երկիրը։ Ես ժամանակին մի քննարկման եմ ներկա եղել ակադեմիական think tank-երում, որ թերևս չնայած իմ ներկայության, այսպես մի ֆրազա հնչեց, դե հայերը մեկը իրենք հանձնառու չեն։ Եթե մենք խոսում ենք 100-200 տարի, բան գնում են, հեսա գալու են սաղ Կալիֆոռնիայում են լինել։ Եթե մեր վերաբերմունքը մեր երկրին այդպեսին է, ուրեմն մենք նաև պետք է պատրաստ լինենք, որ դա այդ կարող է վաճառվի, ներգրավի Թուրքին, Ճապոնացուն, ցանկացածին։ Այո, եթե մենք հանձնառու ենք եւ մեր այս խնդիրների լուծմանը վերաբերում ենք որպես ամենօրվա պայքար, ամենօրվա ներդրում եւ իրոք սերունդ հանձնառություն, սա օրհնություն կարող է լինի կամ անեծք։ Հիմա մեզնից է կախված, թե օրհնություն կլինի, թե անեծք։ Դե եթե X-ն է, X-ի տեղը ինչ դնում ենք, արդյունքը ինչ որ մի բան է ստացվում։ Եթե այդ կարևոր փոփոխականն է։ Հիմա ամբողջ խնդիրն է նա, որ այդ եթեն, երբ որ մենք նայում ենք այսօրվա Հայաստանի գործող իշխանությունների խոսույթը, երբ որ լսում ենք, այդ X-ի տեղը ոչ մի բան չանելն է։ Նու մոտավորապես այսպես։ Այդ թրիփը փոխկապակցվածություն է ստեղծելու մեր միջև եւ դա խաղաղություն է բերելու։ Նախ մենք տեսնում ենք, որ տնտեսական փոխադարձ կապերը, զարգացումները, տնտեսական փոխկապակցվածությունը պարտադիր պայման չի խաղաղության, մենք շատ դեպքերում ենք տեսնում։ Մենք տեսնում ենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները մեր բարեկամ գործընկեր երկիր է, ինչքան որ շատ ունի նախաձեռնությունների, պրոյեկտների պատմություն, այնքան էլ ունի նահանջների պատմություն ու շատ ցավոտ նահանջների պատմություն, Աֆղանստանը դրանցից մեկն է, այդքան ծախսեր արվեց, էլի 2.3 տրիլիոնի ծախս արվեց այդտեղ եւ 7000 մարդ զոհ գնաց իր զինվորականներից եւ սպասարկող անձնակազմից զոհ գնաց, բայց դրա հետ մեկտեղ, եթե դուք ասում եք
տրամաբանությունը պետք է լինի ամենօրյա աշխատանք, մենք այդ ամենօրյա աշխատանքը նաև չենք տեսնում այն տեսանկյունից, որ ամեն մի հնարավորությունից մենք կարճենք, այլ ընդհակառակը վերջ, սրանով խաղաղությունը ապահովվեց, այդ խաղաղությունը նաև ադրբեջանցիների անխոչնդոտ տեղաշարժն է, այդ խաղաղությունը մեզ համար անհասկանալի է, շատ անհասկանալի է։ Ու այդ խաղաղությունը կառուցվում է մի պրոյեկտով, որը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ այսօր շատ սուր հարաբերություններ ունեցող Իրանի քթիտակը ռուս սահմանապահների կողքն է, Թուրքիայի աշխարհաքաղաքական այսպես շահերին լրիվ համահունչ է, նրանք այդ մասին պարզ խոսում են, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար այո կարևոր նշանակություն ունի որպես պրոյեկտ, բայց ոչ տնտեսական, այլ ավելի շատ մեկ այլ իր գլխավոր մրցակցին, ինչի ենք մենք ամենասկզբում այդքան խոսում Չինաստանի մասին, ինչ ենք խոսում այդ մեծ աշխարհառազմավարության մասին։ Այդ containment-ի զսպելու տրամաբանության մեջ։ Եթե տեսնում ենք, մենք այս ամեն ինչ իրար կողքին համադրելով ենք նայում TRIP պրոյեկտին, ես չգիտեմ, դուք որպես դիվանագետ ավելի լավ եք էլի հնարավորությունները հասկանում ամեն մի բանի մեջից հնարավորություն գտնելը։ Ես որպես ոչ դիվանագետ, ես որպես ոչ դիվանագետ գուցե այդքան լավ չեմ հասկանում։ Ես կարծում եմ դիվանագետ այս կոնտեքստում են լավ բառ չի։ Ես Չէ, ես իմ ռազմավարության ասել ձեզ ինչ։ Չէ։ Դիվանագետները սովորաբար բանակցում են արդեն պատրաստի կոնցեպտները եւ դա ավելի ընդունելի են դարձնում, հա, վաճառ salesman marketing են անում եւ այլն։ Ես կարծում եմ այստեղ երկու հարթություն կա։ Մեկը առաջին անշուշտ Միացյալ Նահանգները փոփոխական են։ Երբ մշտական այսպես հանձնառություն որից է պրոյեկտի ակնկալել չի կարելի, առավել եւս որ կարծում եմ որ ասենք այս արդեն միջանկյալ ընտրություններից հետո իրավիճակը հագին կփոխվի Միացյալ Նահանգներում։ Ես կարծում եմ որ դեմոկրատները որոշակի հաջողություն կունենան կոնգրեսում։ Նաև ես կարող եմ ավելացնել այն օրինակները, որոնք դուք բերեցիք, Աֆղանստանը ամենացավոտն էր, բայց ինձ համար ավելի ցավոտ էր Սիրիայից դուրս բերումը, քրդերի դավաճանությունը, այսպես ասած։ Հա, անընդհատ զիջումներ, այո։ Քրդերին անընդհատ զիջում։ Գույքը մի քիչ ավել ուրիշ նշանակություն ունի։ Գույքից ավելի դժվար է հրաժարվել, քան պարզապես գիտեք թե Սիրիայում եւ թե Աֆղանստանում նրանք չգտան իդեմս աֆղանների կամ քրդերի եւ այլ այն հանձնառությունը այլ պարտները ում հետ ճանապարհ ուներ անցնելու իրենք հասկացան որ պահից ոտը գազից հանեցին փլուզվելու է Այն պարտներները, որոնք հանձնառու են եւ շարունակում են, դա կլինի Ճապոնիայի Օկինավան, Հարավային Կորեայի բազաները, Գերմանիա, այնտեղից ամերիկացիներին դուրս չեն գալիս, որովհետեւ հա իրենց պետքա մի հանձնառու պարտներ, որը իր պատասխանատվությունն է վերցնում։ Եվ սրանք այսպես բարձր թեմաներ չեն։ Սա բիզնես մոտեցում է։ Դու ուզում ես պարտներ ունենաս, որը քո ռիսկերի մի մասը կիսելու է։ Անընդհատ բոլոր ռիսկերի տակ դու չես ուզում մտնես։ Առավել եւս որ տակը փող չկա։ Այստեղ կլինի փող եւ այստեղ այն վերաբերմունքը Միացյալ Նահանգները կունենա, ինչ որ ունեցել է։ Գիտեք, Միացյալ Նահանգները ամբողջ Լատինական Ամերիկայի այդ connectivity հարցն են լուծել դեռևս 19-րդ դարում։ Այդ մեկ ճանապարհները ցանց է կառուցվել Չիլիի այդ Punta de Fuegoից մինչև Մեքսիկայի սահմանը։ Այդ բոլորը կոնցեսիայի սկզբունքով այնուհետև հանձնվել է բան եւ այլ, բայց տարիներ շարունակ դրա տերն են եղել։ Ամերիկյան բիզնեսը այդ անշարժ գույքի նկատմամբ շատ ավելի այտենց ջերմ վերաբերմունք է ունենում։ Ոստի ես կարծում եմ, որ սրա նկատմամբ մեծ չափի է, մեծ ծավալի անշարժ գույքը, փոքր չափի է։ Դե ես հրավիրում եմ դրան նայել որպես մի պահ վերանալ եւ որպես բիզնեսմեն մի պահ պատկերացնել։ Գույքը գույք է, ինքը ստրատեգիական նշանակություն ունի, հա, եւ դա անշուշտ գույքը որ արժևորում է նրան կարող են եւ վաճառել, այսպես թե այնպես, հա։ Հիմա այստեղ է մեր հանձնառության խնդիրը, հա, որ մենք պետք է իրոք հանձնառու տեր լինենք սրան, եթե տեր լինենք, մենք իրոք կարողանանք մաքսիմալ օգտվել այս հնարավորությունից։ Ինձ համար սա այսպես բարեբախտություն այն առումով, որ մեզ ժամանակ է տալիս կողմնորոշվելու եւ կառուցելու մեր երկիրը, փոխելու մեր պատկերացումները, թե ինչպիսի երկիր է։ Ուզում ենք ունենալ երկիր, թե չէ։ Այս հնարավորությունն է, որովհետեւ այդ շրջանում, երբ որ մեր վրա ճնշումները օրեցօր աճում էին,
Զանգեզուրի կորիդոր տալու Միջանցքի եւ այլ տրամաբանության մեջ եւ որ ռուսներին վստահել իմ կարծիքով այդ պայն շատ դժվար էր, հատկապես երբ որ հանձնեցին մեր քաղաքական ղեկավարությունը թուրքերին, այսպես դա էր վերջնական ակտը ինձ համար։ Գիտեք, քանի որ այսօր Ամերիկայից ենք խոսում, իրանց բանից ասացվածներից մեկը fool me once, shame on me, fool me twice, shame on you, fool me twice, shame on me. Մի անգամ խափեցիր, ամոթ քեզ, երկու անգամ ինձ խափեցիր, ամոթ ինձ։ Հիմա այդ երկրորդ անգամ չխափվելու բանն է մեր մոտ դրած։ Ուստի ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգները ավելի նախընտրելի սպոնսոր էին այս ծրագրի, քան ռուսները։ Այդ կոնտեքստում, երբ որ ես անձամբ կարծում եմ, որ բայց ամեն դեպքում միջանցքային տրամաբանությունը չի վերանում։ Կոնկրետ բառերով արտահայտ։ Պլյուս այստեղ բիզնես կա, կոնսորցիում կա։ Գիտեք, մենք ախրեմ բիզնեսի ժողովուրդ ենք, մենք փող հաշվել բան եւ այլը գիտենք։ Այստեղ տրամաբանությունը ավելի առողջ է, հա, քան պարզապես բաների երրորդ երկրի զորքերի տեղակայումը, որպեսզի ապահովեն անխոչնդոտ տարանցում, հա։ Ռուսների պարագայում է։ Պլյուս Արցախ, Լաչինի միջանցք։ Գիտեք, պետք է իրար հետ համադրության մեջ մենք հիմա ինչ ունենք, հա, հիմա այս պահի դրությամբ շատ լավ, որովհետև տրամաբանությունը հենց տարավ այն ուղղությամբ, որ մենք Արցախից եկեք հրաժարվենք, դա մեր վզին թոք է։ Հիմա մտնենք բան անենք, այսպես ասած, այսինքն եւ Արցախից հրաժարվեցինք, եւ հիմա էլ իմ սերնդի համար, ինձ համար Արցախի կորուստը իմ կյանքի, իմ սրտի, իմ օրգանիզմի մասի բան է, կորուստ է, կործանում է, դա իմ կյանքի։ Ես Շուշի վերածնունդ հիմնադրամի, հա, այդ մի էպիկ մակարդակի ողբերգություն է, որ ես չգիտեմ ոնց է վերապրելու։ Բայց ես ուզում եմ կոչ անել բոլորիս պրագմատիկ լինել։ Ես նաև ուզում եմ ասել, որ ես հավատում եմ, որ մենք այնտեղ դեռևս այս էջը չի փակվել։ Բայց նաև ուզում եմ, որ մենք շատ կարևորություն չտանք պրագաներին, մինսկերին, բաներ։ Դրանք քաղաքների անուններ են, դրանք պրետեքստներ են։ Ես կարծում եմ, որ Արցախի քաղաքական ղեկավարության հանձնումը այդ վերջնական ակտն էր, որը ինձ բան անում, սթափեցրել է, եւ ես կարծում եմ, որ այս առումով ես նույնիսկ անձամբ ինքս չեմ դիտարկում ռուսներին որպես ալտերնատիվ այս պրոյեկտի շրջանակում։ Այս ղեկավարությամբ, գիտեք, ամեն ինչը կարևոր է, թե պատկերացնես, թե ոնց է որոշումը ընդունվում ում կողմից եւ ինչ շրջապատում։ Նույն ադմինիստրացիայի, նույն մարդկանց, նույն պատկերացմամբ, նույն մոտեցումների պարագայում ես այլ բան չեմ պատկերացնում, հասկանում եք։ Ձեր վիրավորվածությունը ես միանշանակ ընդունում եմ, ես չեմ ասում, որ իմ մոտ ավելի սուր է, կարող է ձեզ մոտ շատ ավելի իսկապես շատ ցավը ավելի շատ է, ես դրան կասկած չունեմ։ Ես պարզապես մի փոքր ու այդ վիրավորվածությունը իսկապես տեղին է, նաև այն ինչը որ դուք ասացիք ռուսներից վիրավորվածությունը, ռուսների հետ կապված հարցերը, բայց ինձ ավելի շատ հետոն է ան։ Հետոն մենք ենք։ Այս պահի դրությամբ ռուսական պրոյեկտը անտագոնիստների բան է։ Չդառնանք, այն որ ասում են գուցե վատ բարեկամ են, չէ, կամ լավ բարեկամ չեն, բայց շատ վատ թշնամի են։ Վատ թշնամիներ այս տարածաշրջանում, որովհետև ի վերջո միշտ պետքա քարտեզին նայենք։ Այս տարածաշրջանում վատ թշնամիներ ձեռք չբերենք։ Ռուսը չի կարող թշնամի լինել։ Ռուսը մեր բարեկամ ժողովուրդն է, հա։ Ցարիզմը խնդիրներ ունի Հայաստանի հետ, ցարական իմպերիալիզմը։ Ես այսօր պատմում եմ, ես ռուսական կրթություն ստացել, ռուսական մշակույթով, ես աշխարհը ամերիկյան գրականություն ռուսերեն եմ կարդացել։ Ուրեմն այս հարցը եկեք հանենք։ Ես շատ ինքս ալերգիկ եմ հակառուսական բանին, անուղեղ մարդիկ են, որոնք դնում են։ Այս պարագայում կա այսպես մի հատ կոնսենսուս համաշխարհային, որ պետքա միջին կորիդոր, դա անցնելու է Հայաստանով, հա։ Եվ որն է լավագույն ձևը, կոնսենսուս կա, դա մրցակցային է։ Դա կլինի Չինաստանում, դա կլինի Կենտրոնական Ասիայում, դա կլինի Ֆրանսիայում, դա Միացյալ Նահանգներում, Թուրքիայում, արաբական մեծ Իսրայելում եւ այլը բոլորը գիտեն, գիտակցում են հիմա թե ոնց վրովդ կանցնի, թե դու այդ պրոյեկտի մասը կլինես, այս է մեր խնդիրը։ Այս դրան այդտեղ համաձայն չեմ ինչի, որովհետեւ այդ կորիդորը անցնում էր, այո, հիմնականում անցնում էր Վրաստանի տարածքով։ Եթե այդ կորիդորի հիմնական շահառուն հանդիսանում է Չինաստանը։ Եվ այդ մեծ կորիդորի մեջ մի հատ ենթակորիդոր պատրաստվում է որպես հակադրություն չինացիներին, այսինքն այս կորիդորը ոչ թե խաղաղության մասին է, այս կորիդորը ավելի շատ բախման մասին է։
ու մենք մտնում ենք այդ խաղի վերահսկողության մասին է, որը որ կարող են օգտագործել։ Մենակ Չինաստանը չէ, ավելի շատ այստեղ ոչ թե շահառուներ կան, այլ չշահառուներ կան։ Ավելի շատ բան ունի, հակառակորդներ ունի այս թրիփը։ Քան շահառուներ։ Ես հիմա եթե ռուսական կողմից եթե ռուս քաղաքական ստրատեգ լինեի, կնայի այս ճանապարհին որպես բան, հնարավորություն նաև Ռուսաստանի համար, որովհետև Ռուսաստանը շահառու է, Ռուսաստանին պետք է բավականին վաղուց եւ հետագայում էլ պետք է լինել անմիջական հողով կապ դեպի Թուրքիա, դա միջուկային էլեկտրակայան կառուցող երկիր է, այլ դա անհրաժեշտություն է, որ Ռուսաստանը գիտակցում է, շահառու է։ Հիմա թե ով կսարքի, թե ով դրանից կօգտվի, որը ով բան կանի եւ այլը, դա կախված է մեզնից, միայն մեզնից, թե մենք ինչպեսի խոսույթ կձևավորենք, մենք ինչ վերաբերմունք կունենանք դրա նկատմամբ եւ ինչպես կպատրաստենք այս, որովհետեւ անշուշտ նախընտրելի կլիներ, գիտես, իդիլիայի մեջ էինք ապրում, մեկուսացած փակվել էինք, մենք այս երկաթե վարակույրը փակել, խաբարել չէինք, որ Թուրքիան մեր հարևանն է, 30 տարի պրիատի ապրում էինք մեզ համար, չէ՞։ Չկար այդ բանը, դե մեկուսացված էինք։ Որովհետև տարական արդարության հարցեր կային, որոնք այդ հարցերը լուծված չէին թողնում, որ մենք այդ հարցերը լուծեինք, դրա համար էր այդ փակումը տեղի ունենում։ Դե մեր ընտրությունն էր դա։ Հիմա ցավոք սրտի մենք փակվել ենք մեր Արցախի հետ եւ տենց ապրում էինք, իմանալով, որ ինչ որ լուծում ենք գտել, որը քարեցակող է, մեր բաները, այսպես hedging-ը, բանկային լեզվով ասեմ, 100%-անոց է։ Այստեղ ենք ձորքերը դրել ենք սահմանին, այստեղ ենք արել, այսքան բետոն ենք սարքել Մարտակերտում, բան եւ այլ, բայց աշխարհը փոխվել է, մենք մի քիչ արխայիկ էինք մեր մտածելակերպի մեջ եւ դրա համար շատ թանկ վճարեցինք։ Հիմա ճիշտ է չմնալ բաների տակ, որ վրովը չանցնեն, այսպես ասած Երևանյան բանով սլենգով ասեմ, պետքա մնալ ալիքի վրա եւ դրա համար պետքա եւ այդ խոսույթը պետքա ձևավորվի պրոակտիվ խոսույթ թե իշխանությունը եւ թե ընդդիմության, թե ընդդիմությունը պետքա շատ ավելի ստեղծագործ լինի իր մոտեցումներում, հասկանում եք։ Գտնում եք, որ որպես հնարավորություն ունի ընդդիմությունը շատ ավելի ստեղծագործ լինել, քան իշխանությունը։ Այո, ունի այդքան ինֆորմացիայի հնարավորություն, որ կարողանա նա քաղաքական միտքը հասկանալի է, բայց ընդհանուր առմամբ ինֆորմացիայի, հավաստի ինֆորմացիայի հիման վրա է, չէ՞, նաև ավելի լավ առաջարկ ներկայացնող քաղաքական միտք ձևավորում։ Շատ են կոպիտ օրինակով, եթե դուք ասում եք մի հատ համով բան սարքի ու դուք չգիտեք սառնարանում ինչ մթերք կա, ես ձեզ չեմ ասում, թե սառնարանում ինչ մթերք կա, բայց դուք ասում եք համով բան սարքի ու դուք ընդհանրեն ինձ կարող եք ասել, որ այդ համով բանը պետքա շատ աղի չլինի, շատ վառած չլինի ու համեմունքը տեղը լինի։ Եթե դուք չգիտեք սառնարանում ինչ մթերք կա, դուք չեք կարող, ես ձեզ ասեմ, բա կոնկրետ ինչ ես ուզում, եթե դուք չգիտեք ինչ մթերք կա, դուք չեք կարող ասել, թե ինչ սարքեմ։ Ընդդիմությունը այդ առումով խոցելի է։ Մենակ թե հիշեմ, թե որտեղ եմ դա կարդացել, այս հեղինակն էլ պետք չի, ես ինքս կարող եմ ինքս դա գրել։ Ինֆորմացիայի ճնշող մեծամասնությունը հանրային տիրույթում է։ Ճնշող մեծամասնությունը։ Եթե դուք հիշեք, WikiLeaks կար, չէ՞, ժամանակին մեկը լապտոպը մոռացել էր բառում եւ դրանից գնացա դիվանագետներից։ Ամենագաղտնի ինֆորմացիան ինչումն էր։ Ամենագաղտնի ինֆորմացիան աշխարհում ոչ թե միկրոսխեմաներ են կամ չգիտեմ ռեակտորի կամ միջուկային զենքի ֆորմուլաներ են, այլ այն գնահատականները, որ մենք տալիս ենք որոշում ընդունողներին, թե ինչպես է տեղի ունենում սինթեզը, վերլուծությունը եւ որոշում ընդունելու բանը, հա, ով ինչպես է գործ, չէ, ում բարեկամն է։ Այս ինֆորմացիան հասանելի է բոլորիս։ Մենք այդ աշխատանքը, այդ տնային աշխատանքը, մենք բոլորս պիտի անենք։ Մենք իբիսի երկրում ենք ապրում, որ իրավունք չունենք այս կոնցեպտների մեր ապագայի հետ կապված բաները մենաշնոր դարձնել իշխանություններին։ Մենք բոլորս սրա մասին պետք է մտածենք։ Եվ այս կոնցեպտուալ մոտեցումը մեր ընդհանուր ճգնաժամային կառավարմանը, դա բոլորի սրբազնագույն պատասխանատվությունն է։ Դու կարող ես չիմանաս ինչ որ 1-2 ինգրեդիենտի, բայց ֆունդամենտալ բոլոր իմաստությունները եւ գիտելիքը հասանելի է։ Եվ մենք այդ աշխատանքը բոլորս պիտի անենք, հատկապես նրանք, ովքեր որ քաղաքական դաշտում են եւ հավակնում են, որտեղ պարզապես ավելի արժանապատիվ խաղաղությունը դա կոնցեպցիա չի։ Ես ինքս գիտեմ, ես ինքս ամենտեղ ասում եմ, ես կարծում եմ, որ այս լուծումը մեր համար, այն ինչ որ մենք հիմա այս սեղանին ունենք, ամերիկյան սլենգով ասած low hanging fruit, մենք վերցրել ենք ամենացածր կախված խնձորը, պտուղը, հա, որը հայտնի է, որ արև չի տեսել, բան ա եղել, չէ, երևի ворթերն էլ են հասել եւ այլ։ Ամենավատ տարբերակն ենք վերցրել, թե էլի ինչ որտեղ ընդունելի տարբերակը։
պետք է կարողանալ հանդգնել եւ պետք է ուժ ունենալ ձեռքդ մեկնել ծառի վերևի ավելի հասուն լավ պտուղ պոկելու, հա, այս նույնիսկ այդ նույն ծառից օգտվելու պարագայում։ Միանշանակ, ես կարծում եմ, որ մենք լավագույն տարբերակը չունենք հիմա։ Իհարկե, այդպես է նաև նրա համար, որովհետև չկա ներքին միասնություն, չկա կոնստրուկտիվ դաշտ, չկա միասնաբար այդպես ձևակերպված, որովհետև նպատակների վերաբերյալ ինքնության վերաբերյալ այսօր մեծ կոնֆլիկտ կա եւ դրա համար այդ ինքնությունը պետքա կրել պարզապես, սիրով, արժանապատվությամբ, հպարտությամբ կրել ու կոնֆլիկտի մեջ չմտնել, այսինքն մենք ընտրում ենք այդ ինքնությունը կրել, դրանով հպարտանալ, դրանով ապրել, այդպես մեծացնել մեր երեխեքը եւ այլոց հետ պետք չի կոնֆլիկտի մեջ մտնել, որոնց համար դա արժեքներ չեն։ Մենք անձնական օրինակով, մեր անմիջական շրջապատով եւ այլ, դա կարելի է ճառագայթել, դա պետք է ճառագայթել։ Ու պետք չի դեպրեսիաների մեջ մտնել։ Ոչ մի վերջնական բան չկա, պետքա դրա մասին չի խոսքը իհարկե։ Չէ, ես հիմա անշուշտ բոլորին լսում, всё пропало, Չէ, այդպես ոչ մի բան մի пропало, հա։ Ամեն ինչ մեզանից է թե սրտից է։ Այո, միանշանակ, եթե հակառակ դեպքում այստեղ մեր խոսակցությունն էլ անիմաստ կլիներ։ Մենք ուզում ենք հասկանալ այլընտրանքի ի վերջո այս ամեն ինչը նաև այլընտրանքները գտնելուն ուղղված խոսակցություններ են, մտքերի փոխանակումները։ Քանի որ մի քիչ այսպես ժողովրդական լեզվով ասած շատ մուխաննատ թեմայի վերջո այդպես կանգ առանք եւ դրա հետ կապված ընդհանուր եզրակացություն անելը մի քիչ դժվար է, որովհետեւ մի եթերի ընթացքում հնարավոր չի մի հաղորդման ընթացքում շատ մանրամասն այդպես մտքերը փոխանակել, բոլոր փաստարկները հանել, բոլոր փաստերը իրար դեմ շարել։ Այսքանից հետո եթե մի հատ կանչեկից գա։ Դրա համար ես այսօր մեր զրույցը չեմ ամփոփում, չեմ եզրակացություն չեմ անում, բայց ուզում եմ ձեզ եւս մեկ անգամ շատ շնորհակալություն հայտնել շատ հետաքրքիր, կարեւոր բովանդակալից զրույցի համար։ Ինձ էլ է շատ հաճելի զրույց, ինչպես միշտ։ Նույնիսկ եթերից դուրս շատ գնահատեի մեր հաջորդ առիթները շփվելու։ Շատ շնորհակալություն եւ հաջողություն։